Քանի որ շատ է հանդիպում այդ արտահայտությունը կամ այդ վերաբերմունքը քաղաքական Իրանի հանդեպ, Իրանը բարեկամ պետություն համարել է Հայաստանին, էմոցիոնալ մոտեցում է, Կարծում եմ, որ ոչ, որովհետև նախ Իրանը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող պետություն է, որովհետև Հայաստան ունի երկու ցամաքային ճանապարհներ, Իրանով եւ Վրաստանով են փաստացի անցնում, երկու ժողովուրդների միջև դարավոր պատմական, մշակութային կապերը, ամենայն դեպս Հայաստանը մինչ այժմ Իրանի միայն ու միայն բարեկամական հարաբերություններ է ուրեմն բարեկամական վերաբերմունք է ստացել եւ նաեւ կարծում եմ, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հետ կապված Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են, գոնե մինչեւ օրս համընկել են, սակայն միջազգային ճնշումները Իրանի նկատմամբ որոշակի շատ դեպքերում ոչ միանշանակ կանխատեսումների առիթ կարող է դառնալ, թե ինչքան ժամանակ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցը Իրանի համար կարող է լինել կարմիր գիծ, որքան ժամանակ Իրանը կարող է այս առումով հաստատուն մնալ իր դիրքորոշման մեջ Սրանք էլ են շատ կարևոր, որպեսզի մենք կարողանանք նաև հասկանանք, թե Հայաստանի անվտանգային շահերը, հետաքրքրությունները Հայաստանը ինչ բարեկամ երկրների ուրեմն աջակցությամբ կարող է հաղթահարել։ Երբ իսրայելական դրոններով խփում էին Արցախին, ես չեմ հիշում, Արաքս, Իրանից ինչ-որ բան ասում էին։ Անկեղծ ես դժվարանում եմ հիշել այդ հանգամանքը, բայց կոնկրետ արցախյան հակամարտության հետ կապված մենք պետք է իրատես լինենք, հասկանանք, որ Իրանը միշտ էլ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, բայց նաև ուրեմն հոգևոր առաջնորդի եւ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ միշտ էլ նշել են Արցախում ուրեմն հայ ժողովրդի իրավունքների, կրոնական ազատությունների, ուրեմն կրոնական ազատությունները, իրավունքները, ազգային իրավունքները պաշտպանելու ուրեմն առաջնահերթությունների անհրաժեշտության մասին։ Այսինքն դա հստակ է եղել, որ չնայած որ Իրանը Արցախը պատկերացրել է Ադրբեջանի կազմում, ամեն դեպքում այդ դիսկուրսը միշտ էլ եղել է։ Եվ նաև ուզում եմ նշել, որ Իսլամական համագործակցության կազմակերպության որոշ անդամների հետ համեմատած, օրինակ Հայաստանի դեմ բավական կոշտ դիսկուրս է ունեցել նույն Պակիստանը, Սաուդյան Արաբիան տասնամյակներ շարունակ չի ցանկացել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել պատճառ բերելով Արցախյան հակամարտության հարցը, ես կարծում եմ, որ Իրանի դիրքորոշումը բավական կառուցողական ու հավասարակշռված է եղել նույն Արցախյան հակամարտության նկատմամբ։ Միևնույն ժամանակ մենք պետք է միշտ շարունակենք մնալ իրատես եւ զերծ մնանք էմոցիոնալ գնահատականներից եւ հասկանանք, որ պետություններն ունեն իրենց ազգային շահերը, իսլամական ինքնությամբ աչքի ընկնող պետություն է Իրանը, որը Խորհրդային Միության փլուզումից հետո միշտ փորձել է իր դաշտ բերել Ադրբեջանին, չնայած Ադրբեջանը թե քաղաքական, թե քաղաքակրթական առումով ի սկզբանե կողմնորոշվել էր դեպի Թուրքիան, բայց Իրանը միշտ փորձում էր իր քաղաքական ու կրոնական ազդեցությունը տարածել Ադրբեջանում։ Եվ շատ հետաքրքիր է, թե ինչ կլիներ, ինչպես կլինեին Իրան-Հայաստան հարաբերությունները, եթե Իրան-Ադրբեջան հարաբերություններում խութեր ու կնճռոտ հարցեր չլինեին։ Որքանով Իրանը առաջ կգնար Հայաստանի հետ իր հարաբերություններում, եթե ամեն ինչ սահուն լիներ Ադրբեջանի հետ կապված, Իրանն եւ Թուրքիան չունենային այն մրցակցությունը տարածաշրջանում իրենց դիրքերը ամրապնդելու համար, այնպես ինչպես այժմ է, դրանք շատ հետաքրքիր հարցեր են, նույնքան հետաքրքիր են, թե եթե Իրանում օրինակ, ասենք, ապագայում վարչակարգը փոխվի եւ այլն, ինչ դիրքորոշում կունենա նույն Իրանը Հայաստանի հետ կապված եւ այլն, ամեն դեպքում կարծում եմ այս փուլում Հայաստանի համար Իրանի
ներկայիս վարչակարգի հետ հարաբերությունները կարելի ասել բավական սահուն են գնում Հայաստանի համար շատ կարևոր է կայուն Իրանը որովհետև հակառակ դեպքում Հայաստանը նույնպես հայտնվելու է ցնցումների մեջ եւ կար այդ մտավախությունը պատերազմի ժամանակ այնպես որ այդ մտահոգությունները միշտ էլ կան Իրանի հետ կապված քանի որ Հայաստանը չունի շատ մեծ թվով բարեկամ երկրներ, որոնց շահերը ինչ-ինչ իմաստով համընկնում են Հայաստանի հետ, այդ իմաստով կարծում եմ, որ բավական ուրեմն շահեկանորեն են ընթանում Հայաստան-Իրան հարաբերությունները ներքին փուլում, իհարկե դրանք ռազմավարական նշանակություն չունեն, այստեղ կարևոր է նաև նկատի ունենալ, որ Իրանը գտնվում է պատժամիջոցների ներքո, ամերիկյան պատժամիջոցների եւ շատ դեպքերում Իրանի հետ համագործակցության կամ Իրանի հետ ճանապարհային այդ կոմունիկացիոն ձևերով որևէ բեռնափոխադրում եւ այլն Հայաստանի համար ստեղծում է դժվարություններ, Հայաստանը կարող է հայտնվել այդ դեպքում նույն սանկցիաների տակ եւ այլն, այսինքն տնտեսական համագործակցության ծավալները բավական փոքր են եւ այլն, այնուամենայնիվ գոնե այս ծավալով գործընկերությունը որոշակիորեն շահեկան է եւ մեր իշխանություններն էլ ինչքանով որ հասկանում եմ դրականորեն են գնահատում համագործակցության ներկա տեմպերը։ Դե դրա համար էլ ի վերջո շատերը կարծում են, որ այդ գծիկը, որը դուք նկարագրեցիք, ավելի շատ կապված է Թեհրան-Վաշինգտոն փոխհարաբերությունից, ի վերջո կգան համաձայնության այդ կենտրոնները։ Գիտեք, դժվար է ասել, կարծում եմ մոտ ապագայում նման մերձեցում հազիվ թե լինի, եթե հաշվենք, որ Իսրայելը մշտապես փորձում է ճնշում գործադրել ԱՄՆ-ի վրա եւ զերծ պահել ԱՄՆ-ին Իրանի հետ մերձեցումից, բանակցություններից եւ նույնիսկ պատերազմից առաջ ԱՄՆ այնպիսի տպավորություն էր, որ ԱՄՆ ձգտում է Իրանի հետ բանակցություններ վարել, ուրեմն խաղաղ միջուկային ծրագրի շուրջ, սակայն Իսրայելը եւ դրա մասին խոսում են շատ փորձագետներ, որ ամեն կերպով հեռու պահեց ԱՄՆ-ին, այնպես ինչպես որ օրինակ Բաքուն է ներազդում Թուրքիայի վրա, որպեսզի Թուրքիան Հայաստանի հետ չգնա հարաբերությունների նորմալացմանը։ Բաքվից անverջ կա ճնշումներ Անկարայի վրա, այսինքն այստեղ կարելի է այդ համեմատություններն էլ տալ։ Բայց վերջին այցը կամ հանդիպումը եւ Ալիևի եւ Փաշինյանի Անկարա մեկնելով, Ստամբուլ մեկնելով, կարծեք վկայում է այլ տենդենսի մասին, թե դա տպավորություն է ընդհանրապես։ Ես կարծում եմ, որ այս պահին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման մասին դժվար է խոսել, որտեղ ինչպես նշեցի, կա Ադրբեջանի ուրեմն դժգոհություն է այս առումով եւ կա ճնշումներ, հա, այսպես ասենք։ Դրանից առաջ Թուրքիան միշտ ասում էր, որ քանի դեռ չլուծված չի Արցախյան հարցը, իրենք չեն կարող նորմալացման գտնել։ Հիմա էլ կա այսպես կոչված Զանգեզուրի հարցը եւ Թուրքիայում էլ գիտեք չեն թաքցնում, որ այս Հայաստանի հարցում Թուրքիայի եւ Ադրբեջանի մոտեցումները շատ շաղկապված են իրար եւ Թուրքիան իր անելիքները Հայաստանի հետ կապված պետք է անպայմանորեն համաձայնեցնի Բաքվի հետ։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանն էլ որոշակի խանդով կարող է վերաբերվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացմանը։ Այդ առումով կարծում եմ, որ ինչքան էլ Հայաստանը ձգտի խաղաղության, առաջ տանի խաղաղության խաչմերուկ, ինչքան էլ փորձի այնպես շարժվել, ինչպես մեր ներկայիս իշխանությունները փորձում են ամեն ձև ամեն գնով, այսպես ասենք, դուր գալ Թուրքիայի իշխանություններին, փորձում են ապացուցել, որ իրենք պատրաստ են վերացնել այն հակասությունները, թնջուկները, կնճռոտ հարցերը, որ ինչ այդ եղել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, բայց ամեն ինչ միանշանակ չի, ու ամեն ինչ այնպես չի, ինչպես որ Երևանն է պատկերացնում։
Նախ Հայաստանի հարցը Թուրքիայի համար չունի այնպիսի նշանակություն, ինչպես արտաքին քաղաքական այլ հարցեր։ Դա միշտ էլ այդպես է եղել եւ տարիներ շարունակ միշտ էլ տասնամյակներ շարունակ, օրինակ նույն քրդական հարցն է եղել Թուրքիայի համար կարևոր հարց եւ այլ հարցեր։ Հայաստանը միշտ եղել է երկրորդային, երրորդային հարց Թուրքիայի համար։ Իսկ հիմա էլ կա Բաքվի ճնշումը եւ այսինքն դժվար է ասել, թե որքան ժամանակ հետո այս հարաբերություններում կնկատվի նորմալացում։